Ողջույն, եթերում Fake Check-ն է, ես Սարգիս Հարությունյանն եմ, Հայաստանի Հանրային ռադիոն Եվրոպական հեռարձակողների միության հետ համատեղ սկսել է մի հաղորդում, որի նպատակն է գիտելիքներ, փորձ փոխանցել հայաստանցիներին, որպեսզի դուք հատկապես ընտրություններից առաջ, հատկապես սոցիալական մեդիայում հանդիպած տեղեկատվությանը մոտենաք քննադատաբար։ Այսօր խոսելու ենք կիբերանվտանգության մասին, վաղուց կիբերանվտանգությունը անմիջական կապ ունի ապատեղեկատվական գործողությունների հետ, որովհետև օրինակ, երբ որ կոտրում են ինչ-որ մեկի, ինչ-որ հայտնի մարդու անձնական էջը Facebook-ում, օգտահաշիվը եւ այդ օգտահաշվի միջոցով տարածում են ապատեղեկատվություն, դա շատ ավելի վտանգավոր է, քան պարզապես fake edge ստեղծելը։ Այսօր մեր հյուրն է տեղեկատվական անվտանգության գծով մասնագետ Արթուր Պապյանը։ Բարև ձեզ, Արթուր, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Արթուր, երբ որ մենք խոսում ենք կիբերանվտանգությունից, քիչ առաջ ես ասացի, ինչ առնչություններ ունի, այսպես ասենք, կիբերանվտանգությունը եւ ապատեղեկատվական գործողությունները, ինչ առնչություններ ունեն, դրանք փոխ լրացնում են միմյանց, դրանք, այսպես ասած, ճակերտավոր օգնում են միմյանց։ Ճիշտ ասած, երևի տերմիններ ձևակերպելու խնդիր ունենք, որովհետև կա տեղեկատվական անվտանգություն հասկացությունը, որը շատ ավելի լայն հասկացություն է, եւ դրա բաղադրիչ ինչ որ դեպքերում հանդիսացող կիբերանվտանգությունը։ Այսինքն կիբերանվտանգության մասին խոսելիս մենք հասկանում ենք, պարզ ասեմ, սերվերներ, կաբելներ, ռաուտերներ, սարքեր, որոնք պրովայդերն է դնում, համակարգիչներ աշխատանքային, եւ խոսում ենք տեղեկատվական անվտանգության մասին, ավելի շատ նկատի ունենք այդ նույն սերվերներում, համակարգիչներում, հեռախոսներում գտնվող տեղեկատվությունը, եւ այդ տեղեկատվությունը, երբ ինքը հայտնվում է երրորդ անձանց մոտ, այն մարդկանց մոտ, ովքեր դա պետք է չունենային, նա կարող է չարաշահվել, գործածվել։ Պարզագույն օրինակը, երբ օրինակ քաղաքացիների անձնական տվյալները, անձնագրային տվյալները, որը հայտնվում են որևէ արտահոսքում, կոտրվում են ինչ-որ սերվերի վրայից ու հայտնվում են հակերների ձեռքում, իրենք դա կարող են օգտագործել, օրինակ թիրախավորված ֆիշինգային հարձակում գործելու համար։ Մարդուն կապվեն, ասեն, բարև ձեզ, մենք ձեր բանկից ենք, այս անձնագրային համարով մարդը դուք եք, չէ՞, ես էլ ձեր հասցեն բան, ու մարդը արդեն ավելի հակված է հավատալու, որովհետև իրեն արդեն ինչ-որ մի ինֆորմացիա տալիս են, եւ հետո շարունակելու։ Հիմա տեղեկատվական անվտանգության հետ կապված մենք շատ ենք տեսել այս երկուսի տանդեմը, ոնց են օգտագործվում, օրինակ պարզելի օրինակ 44-օրյա պատերազմի օրերին 2020 թվականին ադրբեջանցիները օրինակ կոտրում էին երևանյան խանութների Facebook-յան էջեր, անասնաբուժական կլինիկաների էջեր, եւ այնտեղ հրապարակումներ էին անում, որ վայ հարայ հասեք, վիճակը վատ է, հայերը նահանջում են, այսպիսի։ Նու իհարկե հետո դրա ինչ-որ մասեր մենք տեսանք, որ ավելի շատ ահաբեկչական նպատակ ուներ վախեցնել եւ քարոզչություն անել։ Այնպես որ շատ սերտ կապված է եւ նույն կերպ օրինակ կոտրել էին օպերատորներից մեկի երրորդ կողմի, SMS ուղարկող օպերատորներից մեկին եւ մոտ 3000 հայաստանյան եւ մոտ 3000 հոգու SMS-ով ծանոթում էին ուղարկել, դա էլ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Դա Տավուշի դեպքերի ժամանակ էր 2020-ի հունիսին եւ մի 3000 հոգու հասցրել էին, մինչեւ որ այդ հարձակումը կանխվեց, ծանոթում ուղարկել, որ, չգիտեմ, Տավուշում իրավիճակը բարդ է եւ ինչ որ էլի ահաբեկող, որպեսզի մարդկանց մեջ վախ, քաոս, այսպես սերմանեն։ Իսկ մենք տեսնում ենք, որ կիբերանվտանգությունը ինքը տեղեկատվական, այսպես ապատեղեկատվական գործողությունների մի շատ կարևոր մաս է հանդիսանում, դուք կոնկրետ օրինակներ բերեցիք, ի վերջո կարող են նաեւ ընտրությունների հետ կապված կոտրել ինչ որ մի հայտնի գործչի, ենթադրենք օգտահաշիվ Facebook-ում ենթադրենք եւ ինչ որ ժամանակահատվածում կեղծ է այդ գործչի անունից կեղծ եւ ինչ որ մի ժամանակահատված դա կարող է ազդել մարդկանց վրա, հատկապես ընտրություններից անմիջապես նախորդող շրջանում եւ նման կերպ ապատեղեկատվական ինչ որ գործողություն իրականացնել։ Այո, եւ նույնիսկ զուգորդում են հարձակումները, այսպես ասած, մեկը մյուսից շղթայում են, օրինակ կոտրում են որևէ գործչի, ընդդիմադիր կամ իշխանական կարևոր չի, Facebook-յան էջը, մարդիկ այդ մասին իմանում են, օրինակ նույն այդ գործիչը գրում է, որ վայ իմեջը կոտրեցին, այ հիմա վերականգնվել ենք, օրինակ, եւ ենթադրենք դիմում է քայլերի Facebook/hacked էջն է գնում, վերականգնում է իր օգտահաշիվը։
Այդ ինֆորմացիան շրջանառվելուց հետո, որ մաքուր կիբերներ եւ ոչ մի բան տեղի չունեցավ, հետո կարող են ապատերեկատվական գործակալները, այսպես ասած, վերցնել այդ փաստը, որ կոտրված եղել է, ասեն, հիշում եք, որ կոտրվել էր այս գործի էջը, մենք իր հաղորդագրությունները քաշել էինք ու այնտեղ այսպիսի սկանդալային բան կա։ Եվ հրապարակեն կեղծ հաղորդագրություն, որը երբեք չի եղել, բայց քանի որ մարդիկ արդեն գիտեն, որ մի անգամ կոտրված եղել է այդ փաստը, վստահությամբ կմոտենան։ Դրա հիման վրա ասեն, վայ, USBC բան Հայաստանում իրական եղել է։ Տեսեք, օրինակ մի դեպք, որ մենք էլի ենք տեսել, երբ որ հայաստանյան քաղաքասարակության ներկայացուցիչներից մեկը փողոցում հարձակման էր ենթարկվել, իր հեռախոսը տարել էին։ Ինքը այդ մասին Facebook-ում գրել էր, վայ, իմ հեռախոսը, չեմ, կողացան, տարան եւ այլն, այսպիսի ինֆորմացիա էր գրել, մեկ համակարգչից մտնելով, եւ նա նաեւ հեռավար կպել էր իր հեռախոսին եւ remote wipe էր, այսինքն հեռվից հրահանգ էր ուղարկել, որպեսզի հեռախոսի ամբողջ ինֆորմացիան չնջվի։ Հեռախոսն էլ գաղտնաբառով պաշտպանված էր եղել։ Եվ հետո ինչ որ ժամանակ անց Facebook-ում սկսեցին սկրինշոթեր հրապարակվել, որ իբր ինքը WhatsApp-ով շփվում է կառավարության ինչ-որ ներկայացուցչի հետ եւ նրանց հրահանգներ է ստանում, եւ այդպես էլ ոչ ոք մինչեւ վերջ չի կարող վստահ լինել։ Վերջը դրանք իսկապես է թե հեռախոսից էին, թե ոչ։ Այսինքն տվյալ անձը պնդում է, որ ինքը ամեն ինչ ջնջել է եւ դա հնարավոր չէր, պլյուս հեռախոսը արգելափակված էր։ Բայց քանի որ կասկածի սերմը կա, արդեն ինքը այս հարցակումը կարող է լինի ճիշտ, կարող է լինի սխալ, բայց ինքը արդեն լուրջ մանիպուլացվում է եւ մարդիկ հակված են լինում հավատալ դրան։ Այո, դիտենք կարճ մի տեսանյութ, որից հետո կվերադառնանք տաղավար։ Տեղեկատվական այսօրվա պատերազմներում կիբերհարձակումը առանձնահատուկ դեր ունի։ Նախընտրական շրջանում այն ունի մեկ նպատակ՝ չարաշահել ձեր վստահությունը կոտրելով ձեր էջերը կամ պետական տվյալների բազաները։ Երբ հաքերը կոտրում է հայտնի լրատվամիջոցի կամ պաշտոնյայի էջը, նա ստանում է ամենաթանկը, այդ աղբյուրի հեղինակությունը։ Մեկ կեղծ գրառումը տարածված վստահելի էջից կարող է րոպեների ընթացքում շոկ առաջացնել, նախքան իրական տերերը կվերականգնեն հասանելիությունը, բայց սա միայն սառցալեռան գագաթն է։ Ֆիշինգային հղումները, որոնք դուք ստանում եք, միայն գաղտնաբառեր գողանալու համար չեն։ Դրանց միջոցով ստեղծվում են բոտնետեր, հազարավոր զոմբի օգտահաշիվներ, որոնք մեկ հրամանով սկսում են տարածել նույն ապատեղեկատվությունը, ստեղծելով զանգվածային կարծիքի պատրանք։ Այսօր կիբերանվտանգության վերաբերյալ գիտելիքները մեդիագրագիտության կարևոր մասն են։ Հարկ է պաշտպանել ձեր թվային սահմանները, որպեսզի ձեր անունից չխոսի օտարերկրյա ալգորիթմը։ Արթուր, արհեստական բանականությունը հիմա ինչպես է օգնում կիբերհանցագործներին, չարագործներին, կիբեր այսպես հարձակումներ ծրագրելիս, իրականացնելիս, օրինակ, չգիտեմ, ֆիշինգային տեքստեր, երբ որ պատրաստվում են, որպեսզի ասենք դրանք շրջանցեն բոլոր հնարավոր ֆիլտրերը եւ ընդհանրապես արհեստական բանականություն հիմա այս կիբեր չարագործությունների դաշտում վստահաբար ինչ որ տեղ զբաղեցնում է եւ աճող տեղ է զբաղեցնում, ինչ կարող եք ասել այս մասին։ Իրականում երևի շատերը լսած կլինեք կամ տեսած կլինեք, վերջին շրջանում պարբերաբար տեսնում ենք, որ այս կամ այն պաշտոնյայի անունով ու իր նկարով ստեղծվում է կեղծ WhatsApp-ով օգտահաշիվ եւ հետո այդ կեղծ WhatsApp-ով օգտահաշվի անունից դիմում են այնպիսի մարդկանց, ով ինչ որ առնչություն ունեցել է։ Ենթադրենք տվյալ նախարարի կամ, չգիտեմ, փորձագետի պետությունում աշխատող հետ։ Եվ եթե ուշադրություն դարձնեք, հաքերները արհեստական բանականությունը այստեղ օգտագործում են բավական ինտենսիվ։ Առաջինը իրենք ամեն ինչից դատելով արհեստական բանականությամբ կիրառմամբ հայտնաբերում են, թե ով ում հետ է ինչ որ առնչություններ տարբեր հարթակներում ունեցել, Facebook-ում, LinkedIn-ում եւ այլն։ Հետո ուսումնասիրում են, տեսեք ինչա, իրականում ստեղծում են կեղծ օգտահաշիվ եւ ենթադրենք ինչ որ նախարարի անունից են գրում, նախարարին դա առհասարակ ինքը տեղյակել չի եւ իրեն չեն թիրախավորում, այսինքն հարցակումը ուղղված է այն մարդկանց, ովքեր տվյալ նախարարի հետ ինչ որ առնչություն են ունեցել, կամ ինչ որ քաղաքական հասարակական գործ չի։ Ու փորձում են թիրախավորել այնպիսի մարդկանց, ովքեր պարբերաբար շփվում են այդ անձի հետ, այսպիսի արձակման նույնիսկ ես եմ թիրախավորվել, հա, օրինակ իմ գործընկերներից մեկի անունից ինձ կեղծ WhatsApp-ով գրում էին, որ Արթուր, քեզ հետ խոսելիք ունեմ քաղտնի եւ այս շարունակություն շատ հետաքրքիր է, որտեվ
ակնհայտ է, որ երևում է, որ իմ պրոֆիլը կերակրել են արհեստական բանականությանը, տեսեն ես ում հետ եմ շփվում եւ հետո ինձ թիրախավորող հաղորդագրություն են գրել մեկ այլ հասարակական կազմակերպության ղեկավարի անունից ու գրում են գիտես ահացան ինչ-որ քննություն գործ է սկսել հետազոտել քո մասին էին հարցնում ձեր կազմակերպության մասին եւ այլն եւ մի քիչ խոսելուց հետո իհարկե եթե բավական խորացած լինես կարելի արագ կողմնորոշվել որ սա fake է եւ ես ակնհայտ զվարճանում եմ այս պատմությունից սկսում եմ իրենց հետ նույնիսկ հատուկ իրենց հետ շեղվեմ կատակներ անեմ բայց ես պատկերացնում եմ որ եթե բավական լավ էին ուսումնասիրել այս ինչ ծրագրի շրջանակում հիշում ես որ խոսում ենք այսինքն երևում է լավ ուսումնասիրված է եւ հետո ասում են դե ԱԱՑ-ից քեզ կզանգեն հաջորդ օրը եւ հաջորդ օրն էլ WhatsApp-ով զանգում են իբր ԱԱՑ-ից եւ սկսում են ինչ-որ հեքիաթի շարունակությունը պատմել, որ գիտեք, քննություն կա ձեր վրա, մենք պիտի ձեր բանկային հաշիվներին հասանելիություն ստանանք, որտեղ ուսումնասիրություն ենք անում։ Այս հարցակման բոլոր բաղադրիչներում մենք տեսնում ենք, որ սկսած այդ կոմունիկացիայից WhatsApp-ով, որ հայերենով է գրված արհեստական բանականությամբ է թարգմանվում է տեղը, կոնտենտը տրվում, որտեղ մի երկու անգամ բռնացրել ենք, երբ որ հայերեն տեքստ են ուղարկում, բայց մեջը ռուսերեն ինչ-որ բառ է մնացել։ Այսինքն երևում է, որ տվել են AI-ին, որ ինքը թարգմանի տեքստ սարքի, AI-ը ինչ-որ տեղ չի կարողացել ռուսերեն է թողել։ Հաջորդ փուլում նույնպես, երբ որ սկսում են կեղծ ձայնով գրանցել եւ նույնիսկ հակառակ տարբերակներ կար ինձ էին նույնիսկ կլոնավորել եւ իմ ձայնը կեղծած ուղարկել էին մեր գործընկերոջը, իբր WhatsApp-ով ձայնային chat եմ ուղարկել։ Այսա այն հարցակումներից է, որ տեսնում եք ինչպես արհեստական բանականություն օգտագործվում զոհին ուսումնասիրելու համար, զոհի հետ կոմունիկացիան ապահովելու համար, զոհի հետ կոմունիկացիայի ընթացքում ձայն, տեսք, նկար, կոնտենտ կեղծելու համար եւ հավանաբար հաջորդ քայլերում էլ եթե զոհից ինչ-որ մի տվյալ դուրս կքաշեին, այդ տվյալը նույնպես շահագործելու համար։ Հիմա շատ կարեւոր է հասկանալ, թե լավ ինչու են այսպես թիրախավորում հենց հատկապես WhatsApp-ը։ Տեսեք, հայտնի փաստ է, այսինքն լուրերում, մամուլում այդ մասին գրվել է, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բարբերաբար օգտագործում են WhatsApp-ը միմյանց հետ շփվելու։ Դե գրում էին Փաշինյանի մասին, որ Փաշինյանի մասին հստակ գրում էին եւ մենք գիտենք, որ իրենք այդ WhatsApp-ը Հայաստանի պետական կառավարման համակարգում օգտագործվում է։ Եվ հիմա, երբ որ այս կերպ թիրախավորվում են պետական պաշտոնյաների WhatsApp-ները, հասարակական քաղաքական գործիչների WhatsApp օգտահաշիվները, կարծես մի տեսակ անվստահության մթնոլորտ է ձևավորվում առհասարակ անվտանգ կոմունիկացիայի միջոց համարվող մի հարթակի հանդեպ։ Եվ ավելին ասեմ, մենք նաև հունվարին տեսանք WhatsApp-ի դեմ զանգվածային հարձակում Հայաստանում, երբ ավելի քան մի քանի հազար WhatsApp կոտրվել էր, եւ երևում էր, որ կոնկրետ թիրախավորված է հենց WhatsApp-ը հենց Հայաստանում, որովհետեւ մենք ճշտեցինք այլտեղ նման հարձակում չտեսանք։ Եվ սա հենց այդ դեպքերից մեկն է, որ թվում է, որ հաքերային հարձակում է, հա էլի, բայց եթե խորանաք, հասկանում եք, որ այս հարձակումը իրականում կարող է առհասարակ պետական համակարգի ներքին հաղորդակցության վստահության վրա ազդել։ Այ սա հենց այդ դեպքերից է, երբ որ դուք հասկանում եք, որ այստեղ բազմակայել կոմբինացիայի հետ գործ ունենք, որը ի վերջո թարգմանվում է այլ հավելյալ վատ ու անվստահության մթնոլորտի երկրի ներսում։ Հարգելի ունկնդիրներ, ես հիշեցնեմ, որ եթե դուք սոցիալական ցանցում կամ այլուր հանդիպում եք կեղծ տեղեկատվության, խնդրում եմ ձեր կարծիքով կեղծ տեղեկատվության, խնդրում եմ գրեք մեզ այդ մասին, թողեք մեկնաբանություն այս տեսանյութի ներքո, հնարավոր է այդ հաղորդագրությունը դառնա թեմա մեր հաջորդ թողարկումների համար։ Արթուր, դուք ինչ խորհուրդ կտաք, մարդիկ ինչ քայլեր պետք է անեն, որպեսզի օրինակ իրանց ձեռքում գտնվող սմարթֆոնը, չօգտագործվի իրենց դեմ, եթե մենք խոսում ենք կիբերանվտանգությունից, ես գիտեմ, որ այս առումով Cyber Hub-ը բավականին լայն աշխատանք է տանում եւ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների շրջանում դուք նաեւ որպես Cyber Hub-ի համահիմնադիր ինչ խորհուրդ կարող եք տալ այս լսողներին։ Առաջին խորհուրդը, որ կտամ, պետք չի մեզ հետ կապվել, որը ծիծաղելի է հնչում, բայց հունվարին այդ WhatsApp-ի հարձակման ժամանակ մենք հարյուրավոր զանգեր էինք ստանում եւ չենք կարողանում նույնիսկ ինչ-որ մի ձև արձագանքել։ Ընդհակառակը ես կարծում եմ, որ մարդիկ պիտի սովորեն մի փոքր ավելի ուշադիր կարդալ, թե իրենց հեռախոսը իրենց ինչ է ասում, որովհետեւ հեռախոսի
կարգավորումներ մտնել ու անվտանգության կետերով անցնելը շատ դեպքերում բավական է հարձակումների 90%-ից ազատվելու համար։ Նույն կերպ տարբեր հավելվածներ ունեն իրենց կարգավորումներում անվտանգության բաժին եւ այսպես կոչված privacy, անձնական տվյալների պաշտպանության բաժին։ Այդ բաժինները մտնելը եւ այդ կարգավորումները բոլոր ուշադիր կարդալու ակտիվացնելը կարող է բազմաթիվ գլխացավանքներից ազատել եւ միայն այն դեպքում, երբ ձեր մոտ այդ բոլոր ստանդարտ պրոցեդուրաները արվել են, լավ գաղտնաբառեր եք կիրառել, միացրել եք երկփուլային անվտանգություն, այսպես կոչված passkey կամ ինչ-որ թվային պրոմպտերի գեներացում կամ բանալի, այս բոլորը անելուց հետո միևնույնն է դուք խոցելի եք մնում, այն միայն այդ դեպքում արժի որպիսի դիմեք ավելի մասնագիտացած օգնության։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ հյուրընկալել էինք տեղեկատվական անվտանգության գծով մասնագետ Արթուր Պապյանին, կհանդիպենք։